Կցանկանայիք, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ գովեր։ Չէ, այդ հայհոյանքից ված կլիներ։ Դա ինձ համար մեծ վիրավորանք կներեք։ Աստված է ինձ գովացել։ Ինձ գովազել, չի։ Ինձ շատ են գովազել, շատ։ Ես այսքան դիպլոմ ունեմ, շնորհակալություն։ Ինձ գովի։ Ընդհանրապես գիտեք ինչ, ես երկրի համար ես 2 էլեկտրոկայանի կառուցման եմ մասնակցել։ Похвалю? Боже мой, за что? Его похвала никому не нужна. А почему? Потому что ему нет доверия. Все, что можно было, он сдал. Կնիկս է, ինչա ընձի գովա։ Ինչ եք ծիծաղում։ Ճիշտ է, մարդու աշկ է ծագում։ На правда глаза колет։ Էդի անե չի որ իմ խոսքերն է։ Թող ինքը ցանկանա, որ ես իրան գովամ։ Չնայած հա, իսկ գովալու տեղ կա։ Գովալու տեղ պետք է ունենա։ Իրան այնքան գովացող կանդ է, որ ես չգիտեմ այդ ինչ գովալու բան է։ Թող իրան իր ընտանիքը գովա, իր դեպուտատները գովան, իր կաբինետը գովա, ես ինչ գովամ նրան։ Չէ, բայց կցանկանայիք ինքը ձեզ գովեր։ Անձամբ ինձ ինչի համար։ Կցանկանայիք, որ գովասանքի արժանանայիք Նիկոլ Փաշինյանը։ Ես շատ բան եմ արժանացած, բայց ոչ թե իր կողմից։ Թող ինքը ցանկանա, որ ժողովուրդը իրան գովա։ Ես շատ ղեկավարներ եմ ճանաչել։ Ну, բան, заочно, անց կարդալովս։ Ես չգիտեմ մենք ուր ենք գնում։ Ես չգիտեմ մենք ուր ենք գնում եւ ես անգամ չգիտեմ մենք ուր ենք հասել։ Մի բան ասել ինքն էլ չգիտի, այնա չի որ ես չգիտեմ, որ ուրեմն դեբիլը հետ չգիտի։ Չէ, Նիկոլ Փաշինյանը թող մեզ չգովի։ Թող մենք գովենք Նիկոլ Փաշինյանին, բայց գովելի չի ինքը, որ մենք իրեն գովենք։ Ինչու հարցերը շատ են։ Որ լավ բանի համար այդքան պատերազմը բերեց, այդքան ջահել երեխեքը զոհեր տվեց, Արցախն ու Շուշին Ստեփանակերտն հանձնեց, որ մեկն ասեն, որ մեկը խաղաղություն է բերել։ Հարգելուս, խաղաղություն դեռ բարձ չի խաղաղություն է, թե պատերազմ, հուսանք խաղաղություն է, բայց չեմ կարծում, որ խաղաղություն լինի։ Դրա տակ շատ թաքնված բաներ կան։ Հետո պարզ կլինի։ Չեմ կարծում, որ Նիկոլը խաղաղություն բերի։ Շատ բաներ կլինի ջրերը, շատ բաներ կլնեն, կբացահայտվի։ Այնտեղ քողարկված բաներ կան, որ հայերի շահերին չի, Ադրբեջանի շահերին է պատկանում։ Մշակույթը ջնջում են, դասագրքերի մջիմեր, մեծ, չգիտեմ, Մեսոպ Մաշտոցին մեր հայատար ստեղծող մարդուն հանում են, մեր հիմիկվա առաջի դասարանի սերունդը բաց չիմանա, իր հայ տարերը ով է ստեղծել։ Չգիտեմ, գնում են կործանման, կարելի է ասել, այս վիճակն է երկրում։ Մեր նման խոսողներին բռնում թագում է, դատում է, որ մի լավ բան ասեմ Նիկոլի, ինչը լավ բան ասեմ։ Քանդում են, փշրում են, ջարդում են, բարերարներին դատում են, արքեպիսկոպոսներին դատում են, ով որ ճիշտ է խոսում բռնում են, կալանավորում են, լռեցնում են, բերաները փակում են, գործից ազատում են։ Այս պետություն չի, որ մենք ապրում ենք այս պետության վրա։ Մեր հողը մեր ոտերի տակից գնում է, ես ունեմ 6 թոռ։ Ես այսօր էլ իմ կյանքի շատ մասը ապրել եմ։ Ապրում ենք այսօր գոյատևում ենք հանուն մեր երեխեքի, մեր թոռների համար, բայց ապագա չկա։ Այն որ գոռում էր քանի տարի առաջ ապագա կա, ապագա չկա։ Ես հիմա համոզված եմ իմ անձամբ իմ համոզմունքով, որ ապագա չկա։ Կործանվում ենք մենք։ Ժողովուրդը պետքա ոտի լինի օր առաջ, ժամ առաջ։ Կույր են, խուլ են, համր են, չեն տեսնում այս երկրի իրավիճակը։